կանանք ոնց են անում, որ տենց մեթոդը լինի, ընդ որում, բայց նաև պետք է գույքագրելու մեխանիզմը լինի, որովհետև հա միտեղ քաղաքացիները մոտեցան, միտեղ դիմում գրեցին, միտեղ ակտիվ են, միտեղ նամակը հասավ, միտեղ չհասավ, բայց այդ տարբեր ոլորտներում ընդ որում կան այսպիսի խնդիրներ, որոնց մի մասը օրինակ մենք լուծել ենք։ Ես հիշում եմ նախորդ տարիներին օրինակ կար հայկական ավիաուղիներ ավիաընկերության աշխատողների հետ կապված ինչ որ մի խնդիր, որ ես հիշում եմ, որ ես լրագրող էի դեռ 90-ականներին, ես այդ հարցով զբաղվում էի, ես արդեն վարչապետ էի, բայց այդ հարցը իր տեղում տենց շատ պինդ կանգնած էր, ոչ մի տեղաշարժ տեղի չէր ունեցել, մենակ մարդիկ արդեն տարիներ են անցել այդքան ջանք եւ այլն եւ այլն։ Ես նկատի ունեմ, սենց հարցերի մեխանիզմ պետքա անպայման ունենալ ու պետքա լուծել հարցերը, որովհետև գալ ասել մենք շատ դեպքերում գալիս ենք ասում ենք դե օրենքը էս է, հիմա ինչ անենք, բայց կներեք օրենքն էլ է մեր բանի դաշտում, մեր դաշտում եւ ոչ բոլոր դեպքերում իհարկե, բայց կարելի է առանձնահատկությունները սահմանել օրենքով եւ գնալ լուծումները տալ։ Հետեւաբար եկեք մտածենք նման աշխատանքային խումբ ձևավորելու եւ կարեւոր է հարցերի գույքագրման մեխանիզմներ ունենալու ըստ կշռի, որովհետև հարցեր կան, որ տասնյակ հազարավոր մարդկանց հետ են կապված։ Պետք է այդ հարցերը ըստ կշռի, ըստ ազդեցության, այդ հարցերին անդրադառնալ, գնալ քաղաքական լուծումների, ոչ ստանդարտ լուծումների, որպեսզի ի վերջո այդ օրակարգից ազատվենք։ Դե պարոն Ավենյան, նաև համոզված եմ, որ բոլորս հասկանում ենք, թե այդ կտորի շինարարության 270 մետր լեգենդար այդ հատվածի ինչ անհամբերությամբ ենք սպասում, խնդրում ենք հնարավորինս արագ, հնարավորինս արդյունավետ, հնարավորինս որակով այդ աշխատանքը իրականացնել, մանավանդ որ խցանումների հետ կապված պրոբլեմատիկային որոշակի ազդեցություն դա կունենա։ Երևանի շրջանցիկ ճանապարհն է, չէ՞։